Իմացա, որ սովորում եք Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ասպիրանտ եք, շատ հաճելի է ծանոթանալ եւ խնդրեմ, լսում եմ մենք ինչ կարող ենք ձեզ համար անել։ Իմ ամենամեծ խնդիրը, խնդրանքը, որ իմ համար անհաղթահարելի է այս պահին, դա աշխատանքի խնդիրն է։ Անգամ շատ տեղեր եմ եղել, որ դիմել եմ, ինձ ասել են դուք ձեր կարգավիճակը տեսել եք, որ եկել եք նմանատիպ հարց եք առաջ քաշում։ Ֆիլատրելի է։ Նման բան ուղղակի չպիտի լինի, Էդվին ջան, ես շատ ուրախ եմ, որ դուք արդեն ասպիրանտուրայում եք ու վստահ եմ, որ միասին պիտի ինչ-որ տարբերակ գտնենք։ Չէ, մենք պիտի օգնենք ինքը աշխատանք գտնի իր մասնագիտությամբ, հասկանում եմ, որ սա ոչ թե սովորական իրավիճակ է, այլ սա մի իրավիճակ է, որ մեր հասարակության ներառականության խնդիրն է։ Ինչ ընթացակարգով է տեղի ունենալու մեր նոր չափորոշչային քննությունները։ Այս տարի երկրորդ տարին է, որ Տավուշի մարզում փորձարկում ենք ավարտական քննությունների նոր ձևաչափը։ Պատմության եւ գրականության ավարտական քննությունները փոխարինում ենք էսսեյով, որպեսզի երեխաները ոչ թե կենտրոնանան ինչ-որ բաներ հիշելու վրա եւ հետո կարողանան դա վերարտադրել, այլ հետազոտական աշխատանք անեն, մի թեմա վերցնեն եւ կարողանան վերլուծել ու ներկայացնել նաեւ իրենց կարծիքն ու եզրահանգումները։ Բնագիտության առարկաների մասով նույնպես վերանայել ենք 9-րդ դասարանում եւ հիմա հնարավորություն ունեն երեխաները Տավուշի մարզում նախագծային աշխատանք անել բնագիտությունից կամ թեստային աշխատանք անել, բայց թեստային աշխատանքի պարագայում էլ բովանդակությունը փոխում ենք, որ ավելի գործնականին ուղղված խնդիրներ լինեն։ Ակտիվ օլիմպիական շարժման մասնակից եմ։ Ես մի առաջարկով եմ ուզում ցույց տալ, որ օլիմպիադաներից առաջ բոլոր առարկաների օլիմպիադաներին հրապարակվի հստակ գրականության ցանկ։ Կարծում եմ շատ տեղին առաջարկ է։ Բարև Դավիթ ջան, լավ ես։ Խնդրեմ նստի։ Լավ, մերսի։ Դավիթ ջան, դու սովորում ես 42 ավագ դպրոցի 12-րդ դասարանում եւ ուզում ես խոսել ռոբոտաշինության մասին։ Ես ու իմ ընկերները ուզում էինք մրցաշար անցկացնել այստեղ։ Հիմա մոտս էս միտք կա, որ Հունաստանի մրցման կարգավիճակով թեկուզ իրենց էգիդայի տակ մենք կարողանանք ստե մրցում կազմակերպենք։ Հիմա հետաքրքրում է ինչ-որ այդպիսի նախագծվող ծրագիր կա։ Ունենք այսպես կոչված երրորդ խմբի ֆոնդ, որտեղ որ ֆինանսավորում ենք այն հետաքրքիր ծրագրերը, որոնք ներկայացվում են այլ ֆեդերացիաների կողմից, եւ ես այդ հնարավորությունն եմ տեսնում, որ դուք եթե կոնկրետ ծրագիր ունենաք, դա մենք անում ենք ամեն տարվա վերջում հաջորդ տարվա համար։ Ձեր առաջարկից է կախված էլի նայեք այդ